Մեկ տարի առաջ այսօրը ԱՄՆ-ում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը, ըստ Փաշինյանի, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության TRIP նախագիծն է, որը շատ մոտ ապագայում վերջ է դնելու Հայաստանի ապաշրջափակմանը եւ դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը։ Փաշինյանի խոսքով TRIP-ը կնպաստի նաև նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ եւ դերացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIP նախագծի գործնական իրականացումը եւ սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն, ասել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին, ընդգծելով, որ այդ հարցը շարունակում է մտահոգել հայկական կողմին։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն անդրադարձել է հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ, ընդգծել է հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային եւ պատմական կյանքում։ Կազմակերպությունը հույս է հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպես, որ նպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը։ Այս ժամանակահատվածում մենք աղոթքով եւ աջակցությամբ կանգնած ենք հայ առաքելական եկեղեցու եւ նրա ժողովրդի կողքին, ասված է հայտարարությունում։ Կիևի եւ Հարակի շրջանի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 4 տարեկան երեխա։ Այսօր վաղ առավոտյան հրթիռները հարվածել են մայրաքաղաքի արևելքին։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Թկաչենկոյի խոսքով ընկնող բեկորները վնասել են բնակելի շենքեր եւ մեքենաներ։ Արտակարգ իրավիճակների խմբերը մարում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհները։ Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Սիզրանի նավթավերամշակման գործարանին։ Զուգահեռաբար հարվածներ են հասցվել նաև Կրասնոդարի երկրամասի Իլսկիի նավթավերամշակման գործարանին։ Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են Ռոսնեֆտին, ընդ որում Սիզրանի գործարանը գտնվում է ուկրաինական սահմանից ավելի քան 800 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանի հզոր զինված ուժերը ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, կարողությունները եւ հզորությունը աշխարհի ամենաթանկ բանակի դեմ։ X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ ժամանակն է հույսը դնել սեփական ուժերի վրա եւ ընդունել իրական եղբայրությունը։ Երբ մուսուլմանները միասին են կանգնած, մենք կարող ենք դեմ առ դեմ դիմակայել չարամիտ արտաքին ուժերից եկող յուրաքանչյուր մարտահրավերի։ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների օրինագծին։ Այն թիրախավորում է Ռուսաստանի ֆինանսական հատվածը, քաղաքական ղեկավարությանը, օլիգարխներին եւ էներգակիրներից ստացվող եկամուտները։ Այն նաեւ նախատեսում է Իրանի նկատմամբ ընդլայնված պատժամիջոցներ, այդ թվում երկրի սպառազինության եւ էներգետիկ ոլորտների դեմ։ Օրինագծի առանցքային դրույթներից մեկը նախագահային թույլ կտա մինչեւ 100% մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են մեծ ծավալներով գնել ռուսական նավթ եւ գազ։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ սահմանային հսկողություն կսահմանի Իտալիայից եկող չվերթների եւ նավերի վրա ներգաղթային աճի ֆոնին։ Իտալացի ուղևորների անձնագրեր եւ քաղաքացիության ստուգումները կսկսվեն շաբաթ օրվա կեսգիշերից եւ կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Կոլումբիան նոր նախագահ ունի Աբելարդո դե լա Էսպիրելլան պաշտոնը ստանձնել է, խոստանալով կոշտ պայքար մղել զինված խմբավորումների դեմ, ընդլայնել նավթի եւ գազի արտահանումը, կրճատել ծախսերը եւ սերտացնել կապերը ԱՄՆ-ի հետ։ Նրա նախագահությունը կտրուկ շրջադարձ է նշանավորում Գուստավո Պետրոյի ձախակողմյան կառավարության քաղաքականությունից հետո։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը Մեքքայում ստորագրել են հավաքական պաշտպանության մասին ռազմական համաձայնագիր։ Մեքքայի համաձայնագիր անվանումը ստացած փաստաթուղթը սահմանում է, որ կողմերից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան կդիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։ Եռակողմ այս գործարքը նպատակ ունի ամրապնդել մասնակից երկրների անվտանգային համակարգերը եւ խորացնել ռազմատեխնիկական գործակցությունը։
Եմենի Անսարալա շարժումը բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է երկրի մի շարք նահանգներում տեղակայված Սաուդամետ ուժերի ռազմակայանները։ Խմբավորման ռազմական ղեկավարությունը արձակումը հիմնավորել է Սաուդյան Արաբիայի հնարավոր զորաշարժերը կանխելու պատրվակով։ Ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ պաշարների վերահսկողության համար մղվող այս պայքարը կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու միջազգային բոլոր ջանքերը։ Ստեղծված իրավիճակում Եմենը հայտնվել է լայնամասշտաբ եւ առավել արյունալի պատերազմի նոր շրջափուլի շեմին։ Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանն արգելել է Սպիտակ տան տարածքում $400 միլիոն հանդեսությունների սրահի շինարարությունը։ Դատական վճռի համաձայն նախագահի վարչակազմն իրավասու չէ առանց կոնգրեսի հավանության կամ այական վերաձևել պետական նստավայրի ճարտարապետական տեսքը։ Պատմական արժեքների պահպանության ազգային հիմնադրամն այս նախագիծը համարում է գործադիր իշխանության սահմանադրական լիազորությունների ակնհայտ չարաշահում։ Վարչակազմն այժմ 14 օր ժամանակ ունի սույն որոշումը ԱՄՆ Գերագույն դատարանում բողոքարկելու համար։